այստեղ հայտարարություններ տարբեր հնչեցին, դուք նկատի ունեմ Արցախը նաև պաշտոնապես վերադարձի իրավունքի հետ կապված կոնկրետ ինչ մեխանիզմներով է դա պատկերացնում եւ որ պարագայում այդ վերադարձը հնարավոր համարում եւ մյուս հարցը դուք ելույթում կարծեմ ասացիք, որ նախագահի ընտրության հետ կապված, քանի որ հնարավորություններ չկա, ապա իրավիճակը կմնա այնպես, ինչպես այս պահին է, այսինքն կշարունակվի անժամկետ կամ անորոշ ժամկետով այս իրավիճակի պահպանումը, հա ճիշտ եմ հասկանում։ Նախ վերադարձի հետ կապված վերջերս Արցախի իրավունքների հիմնարար պաշտպանության հանձնախումբը, որը ստեղծել է Արցախի Հանրապետության ազգային ժողովը, 2 տարվա իրենց գործունեությունը ներկայացրեցին, որ ինչպիսի ահռելի աշխատանք են կատարել միջազգային հարթակներում, տարբեր պետությունների խորհրդարաններում, որպեսզի խաղաղ, դիվանագիտական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պայմաններ են ստեղծվել, որպեսզի լինեն այն պայմանները, որպեսզի կարողանան արցախցիները վերադառնան իրենց հայրենիք։ Եվ մենք շատ տարբեր մեր հարցազրույցներում եւ հայտարարություններում ազգային ժողովի կողմից հնչել է, որ մենք վերադարձ տեսնում ենք այն ժամանակ, երբ որ կլինի անվտանգային մեխանիզմներ, միջազգային անվտանգային մեխանիզմներ եւ այդ պայմաններում կարող ենք արդեն խոսել վերադարձի մասին, բայց կներեք, բայց այն պայմանները, որ տարբեր կողմերից տարբեր ժամանակներ հնչել են անհատական կամ խմբային վերադարձ Արցախի ազգային ժողովի, Արցախի իշխանությունների կողմից ընդունելի չի։ Ընդունելի է միայն այն տարբերակը վերադարձի, ինչպես Արցախից մենք դուրս ենք եկել, այդպես էլ կարող ենք վերադառնալ, այսինքն լսում եմ։ Պարոն Դանիելյան, դուք հնարավոր համարում եք ռազմական գործողությունների միջոցով Արցախ վերադարձը։ Նախ դա զեկույցները անհատներ են, իրենց կարծիքներն են հայտնում, իրենց տեսակետներն են հայտնում, մենք միշտ նշել ենք, որ կողմ ենք խաղաղության գործընթացին։ Խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է միայն այն ժամանակ, երբ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք, Արցախի Հանրապետություն, Արցախ։ Եթե տարածաշրջանում Հայաստան, Ադրբեջան ցանկանում են երկարատև խաղաղություն, դա միայն հնարավոր է արցախցիների վերադարձով։ Մեր տեսակետը սա է, նորից եմ կրկնում, մենք բազմաթիվ պատերազմներ ենք տեսել, մեր ժողովուրդը պատերազմներ են տեսել, մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, բայց խաղաղությունը այսպես անընդհատ կրկնելով ամեն օր խաղաղություն ասելով խաղաղություն չի գալիս։ Խաղաղություն ես կտեսնեմ այն ժամանակ, երբ Բաքվից վերադառնան մեր բոլոր գերիները։ Խաղաղություն մենք կտեսնենք այն ժամանակ, երբ որ Ադրբեջանից ինչ որ այսօր հայտարարում են, դա չլինի, այսինքն մեքենաներով, տանկերով, չգիտեմ, ինչով կգան Հայաստանի Հանրապետություն։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան։ Եվ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ որ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այդ ժամանակ մենք պատկերացնում ենք խաղաղություն, բայց քանի որ նշածս բանից ոչ մի բան չկա, այդ ժամանակ խաղաղության մասին խոսելը այս բանին ես անիմաստ եմ համարում։ Պարոն Դանիելյան, հայաստանյան իշխանությունները նշում են, որ փախստականների վերադարձի հարցը այս փուլում ոչինչ չի տալու եւ ըստ էության այդ հարցը բարձրացնելով խոչընդոտվում է խաղաղությունը։ Մտավախություն չկա արցախցիների կողմից, երբ պարբերաբար հավաքական վերադարձի հարցն է բարձրացվում եւ ասում են, որ պետք է այդ վերադարձը լինի։ Հիմա արցախցիները, որ այսօր հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում եւ ծրվում են ամբողջ աշխարհում, դա ինչի հետևանք էր։ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա
9 կամ 10 ամիս գրեթե բլոկադա սովամա եղած եւ այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ Արցախայությունը լքի իրենց տները, իրենց պատմական հայրենիքը։ Հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախ ոչինչ չեն առաջարկում այսօր Հայաստանի Հանրապետությունում արցախցիները որպեսզի կարողանան բնակվել։ Եվ երկրորդը դա միջազգային իրավունքով էլ է հաստատված, որ վերադարձը դա ցանկացած ժողովուրդ կարա իր մարդ վերադառնա իր հայրենիք, իր տուն, որպեսզի կարողանա իր կյանքը շարունակել։ Եվ այսօր խոսել, որ վտանգ է, սա է, վտանգ պետք է բանակցել, ուղղակի պետք է նորմալ բանակցություններ տանել եւ այդ բանակցությունների արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր կլինի։ Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված, ստեղծված իրավիճակում հնարավոր չի ընտրություններ կատարել եւ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործունեությունը այս ձևով։ Վերջերս հրապարակեցի դիվանագծային փաթեթները, դուք Արցախի իշխող ուժի, իշխող թիմի անդամ եք եղել։ Ուզում եմ հարցնել, 2019 թվականների առաջարկին Արցախում տեղյակ էին, քննարկում եղել է այս հարցի շուրջ եւ երբ հետահայաց նայում եք, այնտեղ ընդունելի էր, արդյոք կարող էր արդյոք ընդունելի լինել այդ տարբերակը։ Նախ 2019 թվին տեղյակ չէինք, որ նման առաջարկություն կա, վերջերս սկսեց մամուլում ակտիվ խոսել սրա մասին եւ տեղյակ չեն եղել, մենք ամենայն դեպս ես տեղյակ չեմ եղել եւ ռուսական կողմից եղավ սկզբնական շրջանը մեզ առաջարկների մասին մամուլում, հետո արդեն կառավարությունը հրապարակեց մեր համար պարզ էր, որ Մինսկի խմբի շրջանակներում այդ բանակցային գործընթացը ինչ որ գնում էր, որ հարցի կարգավորումը պետք է լիներ ինքնորոշման սկզբունքը պետք է պահվեր։ Եվ մենք տեղեկություն ունեինք, որ հարցի լուծումը չէր կարող լինել միայն մեկ կողմի լիակատար, այսինքն չէր կարող բավարարվել միայն կողմը, պետք է բավարարվեին բոլոր կողմերը կամ բավարարված չլինեին բոլորը։ Եվ հասկանում ենք, որ պետք է լիներ փոխզիջումներ։ Այդ փոխզիջումներով եւ մենք չենք ցանկանում պատերազմ լինի, խաղաղության մենք կողմնակիցն ենք, որովհետեւ շատ ենք տեսել պատերազմներ եւ պետք էր գնար արդեն խաղաղ կարգավորման այս տարբերակով եւ 19 թվականի այդ հրապարակված այդ տարբերակը, եթե հետհայացք նայում ենք այսօրվա իրավիճակը եւ այդ առաջարկությունները, որ կան, թող հասարակությունը կներեք ընդունելի պետք է նախ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական կամք ունենային դա ընդունելի լիներ, համանախագահ երկրներին պետք է հստակ պատասխաններ լիներ, ընդունելի են թե ոչ, եւ պետք է լայն հասարակության հետ պետք է քննարկվեր այս թեմաները, ընդունելի են թե ոչ, օրինակ նախ իշխանություններ, հետո Արցախի իշխանություններ, հետո բան։ Եվ այնտեղ որ տեսնում ենք, որ գրված է միջանկյալ կարգավիճակ, պետք է հասկանանք, եթե կա միջանկյալ կարգավիճակ, ուրեմն պետք է լիներ նաև վերջնական կարգավիճակ։ Այսինքն հարցի լուծում հնարավոր էր 2019 թվականի այդ առաջարկություններով։ Թե ինչու կոշտացվեց հռետորաբանությունը, դրանից հետո եղավ հայտարարություն Արցախը Հայաստան է եւ դա արդեն պետք է Հայաստանի իշխանություններին հարցնեք, ինչու այդպես դարձավ, ինչու այդպես տարան ընդհանուր գիծը, դա այդ հարցը իրենց պետք է ուղղել։ Դանիելյան, դուք Արցախի իշխանությունների աշխատանքը բավարարեք հիմա համարում, որովհետև կան նաև քննադատություններ ուղղված Արցախի իշխանություններին, ինչու ակտիվ չեն, ինչու են շատ հաճախ Հայաստանի իշխանությունների ոնց որ եւ քաղաքականության եւ թեզերի մեջ տեղավորվում, կարծես ավելի ակտիվ գործունեություն չկա, ոնց կարձագանքեք այս ամենին եւ արդյոք այն է այդ գործունեությունը, ինչ որ պետք էր անել տվյալ իրավիճակում, քանի որ Արցախի ժողովուրդը ձեզ է ընտրել, ձեզ է վստահել որպես իրենց անունից հանդես եկող մարմին, հա։
մարմին մեր անձինք։ Ну, իշխանությունների նկատմամբ ժողովրդի կողմից միշտ էլ քննադատություն լինում է, դա նորմալ է, եւ ժողովրդի սպասելիքները միշտ ավելին են, քան իրականում է։ Այսօրվա իրավիճակում Արցախի պետական ինստիտուտները իրենց գոյությունը, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակում են, ստեղծված իրավիճակում մաքսիմալ հնարավորությունը իրականացնում են։ Մենք պետք է պարզ հասկանանք, որ այն ծրագրերը սոցիալական եւ մնացած այն ծրագրերը, որ Արցախի Հանրապետությունը ուներ բյուջե եւ բյուջեով արդեն եւ տնտեսական եւ սոցիալական եւ մնացած հարցերը, այդ հարցերով Արցախի իշխանությունները այսօր այդ հնարավորությունները չունեն եւ Հայաստանի իշխանությունները բռնի տեղանունից հետո 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո հայտարարեցին, որ ամբողջ սոցիալական փաթեթը վերցնում են իրենց ձեռքը եւ մենք հնարավորություն չունենք այս ծրագրերի վրա ազդեցություն ունենալ։ Բռնի տեղանունից հետո Արցախի իշխանությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել Հայաստանի իշխանությունների եւ բնակարանային հարցերով եւ այլ հարցերով, ինչպես կարողանանք թեթևացնել մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակը, բայց բոլորս տեսնում ենք այսօրվա այն ծրագրերը, որ իրականացրել են Հայաստանի իշխանությունները, ձախողվել են կամ գրեթե տապալվել են եւ հիմնական դժգոհությունները իմ շփումներում մեր հայրենակիցների հետ հիմնականում Հայաստանի իշխանություններից են։ Իսկ այն, ինչ որ այսօրվա իշխանությունները Արցախի կատարում են, պահպանել, սա կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը, արտաքին եւ միջազգային հարթակներում պետք է միշտ խոսալ Արցախի մասին եւ տարբեր երկրներում միջազգային կազմակերպություններում խորհրդարաններում պետք է բարձր պահել եւ մեր խնդիրները, մեր հարցերը պետք է բարձրացնենք։